մեր ժողովրդի մեջ ստեղծվել է մտածելակերպ, 4 կետ եմ ուզում նշեմ, 16 միլիոններ անվճար բուժօգնություն, անվճար դեղորայք եւ որ ամենակարևորը մեր գյուղերում գտնվող բոլոր դպրոցները, որոնք այս իշխանությունների ծրագրով պետք է փակվեն։ Ստեղծվել է մի մտածելակերպ, որ երբ լինի իշխանափոխություն ու երկրի վարչապետի պաշտոնը ստանձնեք դուք, այդ ծրագրերը չեն գործելու։ Աշխատող ծրագրերը, օգտակար ծրագրերը ոչ թե չեն կանգնեցվելու, շարունակվելու են, մի բան էլ ավելանալու է։ Ուղղակի չպետք է կասկածեք։ Եվ նայեք, միայն ժողովրդի դեմ աշխատողը կարող է կա եւ աշխատող ծրագիրը կանգնեցնի։ Սրանք այդպես են արել, 18-ից որ եկել են, ինչ աշխատում էր, չէր աշխատում, ասում են, մի հատ ստոպ տանք, մի հատ հասկանանք, ստե ինչ է, այդ հասկանալը մի 2-3 տարի տևում էր, հետո ասեն շուռ են տալիս, նույն բանը ավելի վատ որակով անում։ Եվ այդ 16 միլիոնն է մնալու, կարծում եմ, որ ավելանալու է եւ ապահովագրությունը, ես ասացի, բժիշկների մոտ իսկապես խնդիր կա, որովհետեւ լավ հիվանդանոցները չեն ուզում միանան այդ ծրագրի։ Պետք է հասկանալ պատճառը, ինչի չեն միանում այդ ծրագրի եւ խրախուսել անել ամեն ինչ, որ իրենք էլ միանան այդ ծրագրի։ Իսկ նշանակում է, որ այդ ծախսերի մեջ բժիշկի, այսպես հասանելիքը պետք է համաչափ լինի բժիշկի կվալիֆիկացիային։ Որովհետև այդ ծրագիրը մի քիչ այդ կվալիֆիկացիայի առումով ինքը բանել, որակյալ հենակություն, ինչ որ մեծ փորձ ունեցող բժիշկները չեն ուզում աշխատել այդ համակարգում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նաև իրենք շատ գրգռված լինեն այդ համակարգի մաս դառնալուն։